Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնհայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր օգոստոսի 12-ն է 2026 թվական։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը։ Այն, որ Վլադիմիր Պուտինը չբարիհաճեց ընտրությունների հետ կապված շնորհավորել, այն, որ չբարիհաճեց նշանակվելու հետ կապված շնորհավորել ու պարբերաբար շարունակեցին սանկցիաները, այդ բոլորս գիտենք։ Բայց առաջի անգամ չէ, որ խոսում ենք այն մասին, որ մեր երկրի վերաբերմունքը կամ հրապարակային գործիչների կամ իշխանության վերաբերմունքը ուկրաինական պատերազմի նկատմամբ դա հանդիսանալու է վերաբերմունք է ծնելու մեր նկատմամբ։ Եթե մենք գտնում ենք, որ Ուկրաինան ենթարկվել է հարձակման, Ռուսաստանը մտել է, ներխուժել է ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետության տարածք, օկուպացնելու ցանկությամբ, վերացնելու այդ պետությունը ամբողջությամբ, չի ստացվել, մի մասն ա ուզում։ Եթե մենք ամբողջ հավաքական արևմուտքը ամեն մեկը իր մասով, իր ուժերի ներածի չափով, իր պատկերացումների չափով կանգնած է Ուկրաինայի թիկունքին, եթե մենք այս պատերազմի արդյունքում, որ գիտենք լինելու է նոր աշխարհակարգ, ում կողմից ենք այդ նոր աշխարհակարգի պարագայում, ում կողմից ենք։ Եթե մենք օկուպանտի կողմից ենք, բա աշխարհից ինչ ենք ակնկալում, որ որևէ մեկը զսպի օկուպանտ Ադրբեջանին։ Եթե մենք օկուպացիան արդարացնում ենք, եթե մենք ասում ենք, որ ուժեղի իրավունքով դուք պաշտպանեք թույլի իրավունքը, ուժը դրա վրա օգտագործեք, կոլեկտիվ անվտանգությունը դրա համար օգտագործեք, ՄԱԿ-ի հարթակը դրա համար օգտագործեք, որը որոշում կայացնի կոալիցիոն ուժեր կազմեն և գնան ագրեսորին պատժեն, որ տարբեր երկրների հետ կապված եղել է։ Ռուսաստանի պարագայում չի ստացվում, որովհետև ինքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ Հիմա պատկերացնում եք ինչքան կարևոր է հենց Զելենսկիի շնորհավորանքը։ Կարող էր Զելենսկին նամակով շնորհավորել ու վերջ։ Բայց չէ զանգում։ Զանգում է, որ խոսեն, բաներ քննարկեն։ Թե չէ պաշտոնական շնորհավորանքի ձևը հազարատ տենց շնորհավորանք կա։ Իսկ եթե նույնիսկ այս պարագայում, որ դեռ շարունակում է մեր իշխանությունը խաղեր տալ Ռուսաստանի հետ, և նույնիսկ այս պարագայում Ուկրաինայից նման ազդակ ենք ստանում, այս սա է կարևոր։ Արևմուտքը էլ ինչ անի, որ մերոնք խելքի գան, էլ ինչ հա պետք որ անի, որովհետև նորից ուշադրություն դարձնենք, օկուպանտի կողմից ես Ադրբեջանի օկուպացիան ինչպես ես մեղադրելու, կամ աշխարհը ինչպես է քեզ ընդունելու, ասի դու մենք կռվում ենք օկուպանտի դեմ, մենք մեր հարկատուի բերանից կտրում ենք, զենք ենք առնում ուղարկում ենք, որ նա կռվի, մենք ուզում ենք կանխենք ագրեսիան, դու ում կողմից ես, ոնց ենք քեզ պաշտպանելու։ Ու դրա համար էլ մենք նայում ենք, որ այն որ Ալիևը շատ հանդուգն ձևով Հայաստանին կպնում է, փակագծեր է բացում, չգիտես ինչեր է անում, իսկ Հայաստանից ասում են, որ մեր անվտանգության երաշխավորը Ալիևն է, հետո էլ ասում են, դե լավ, ինչ ուզում ասի, ինչի եք ուշադրություն դարձնում, դուք եք ուշադրություն դարձնում, ասում եք, այս խաղաղության սրտիկը Ալիևն է տվել, որ ձեզ ցույց տանք, բա դրա համար ենք ուշադրություն դարձնում, որ իսկապես Ալիևը խաղաղություն է ուզում, որ իսկապես կարելի է վստահել Ալիևին, որ իսկապես կարելի է վստահել Նիկոլ Փաշինյանին, որը մեզ պարտադրում է վստահել Ալիևին, բա ինչու համար ենք դա նայում, դրա համար, այնպես որ
Զելենսկու զանգը դրական իմաստով ապտակա, ժողովուրդ, էլ ինչ անեն, որ խելքներդ գլուխներդ կա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև այսօր Հորադիս Աղբենդ ավտոմոբիլային ճանապարհը գրեթե պատրաստ է, մնացել է մի շարք մանր հարցեր, երկաթուղու շինարարությունն էլ ընթանում է արագ տեմպերով, Բաքուն կարող է արագացնել այս նախագիծը ցանկացած պահին, պարզապես դրա անհրաժեշտությունը չենք տեսնում հայկական հատվածի անպատրաստ լինելու պատճառով։ Իրանք իրանց մասը հանգիստ սարքում են, վստահ լինելով որ ուշ թե շուտ Հայաստանը սարքելու է, ճարն ինչա որ չսարքի։ Եթե իրանք պայմանավորված էր Հայաստանով, կասեն դե դուք սարքեք միատաշները ստենա, որ նոր մենք սարքենք, անիմաստ ծախս չանենք։ Ինչքան են իրանք իրանց վրա վստահ, որ իրանք կբերեն կհասցնեն սահմանին ու Հայաստանը այդտեղից կշարունակի։ Իսկ ինչա, իրանք արդեն հրաշալի գիտեն, որտեղից պետք է Հայաստանը շարունակի։ Լեռնային ռելիեֆ ունեցող մեր երկրի պարագայում, որ միտեղ կարող է այնպիսի քարեր լինի, որ պայթացնելով հարցը չլուծես, որ կարող է պայթացնես աղետ առաջանա, որ կարող է միտեղ թունել փորես շատ մեծ դժվարությունների հանդիպես, որ կարող է նույնիսկ թվա թե հարթ է այդ հողը, բայց տակը հոսի։ Դուք պատկերացրեք ճանապարհը 40 քանի կիլոմետր անցնելու համար, ինչպիսի մանրակրկիտ ուսումնասիրություն է պետք կատարել, որ հենց բերել այդ ճանապարհը միացնել մի կետի, ասես թե իցենկոմ իրանք կկառուցեն։ Նույնիսկ եթե ժամանակի նետեղով ճանապարհ է անցել, ժամանակի ընթացքում շատ բան է փոխվել, եւ դու չգիտես այսօր պիտանելի է այդ ճանապարհը, թե ոչ։ Այսօրվա տեխնիկական պայմաններին համահունչ, այսօրվա տեխնիկային, այսօրվա նաեւ ծանր տեխնիկա, որ դրանով անցնելու է մեծ տոնայնությամբ տոնաժ ունեցող մեքենաների պարագայում, պատկերացնում եք, չէ, ամեն ինչ արվելու է զրոյից, բայց Ադրբեջանը բերելա հասցրելա սահմանին, դա ձեզ համար կասկածելի չի։ Իսկ հիմա հասկանանք ինչի կասկածելի չի։ Իլհամ Ալիև Եվրամիության ներկայացուցիչներն արդեն մեկնել էին Նախիջևան, որտեղ տեղում ծանոթացել են իրավիճակին։ Եվրամիությունը, ինչպես նաև մի շարք այլ միջազգային կառույցներ ու պետություններ հետաքրքրված է այս տրանսպորտային երթուղով եւ ցանկանում է դառնալ դրա մասնակիցը։ Շատ միջազգային կառույցներ, որոշ երկրներ հետաքրքրված են այս երթուղով, հատկապես Ադրբեջանի երկաթուղիների Նախիջևանի հարցով, դրանցից մեկը Եվրամիությունն է։ Հատուկ ինչու է Ալիևը կարևորում Եվրամիությունը։ Եթե դու Թրամփի հետ պայմանավորվել ես, Թրամփը փողը դնում է, Թրամփին է պատկանում 74%-ը։ Նախաձեռնությունը Ադրբեջանին նեղե Թրամփը դա որոշել է անի։ Բայց ինչի եք այդքան ուզում, որ Եվրոպան մասնակից լինի։ Բա որովհետև մեռանք բացատրելով, ժողովուրդ ջան, Եվրոպան պետք է մասնակից լինի, որպեսզի չեզոքացնի այն վտանգը, որ Իրանը ասում է Ամերիկան, այս կողմերը չերևա։ Եվ Իրանը ինչքան ուզում է հակասություն ունենա Եվրոպայի հետ, համարում է, որ նա ավելի մեղմ ռեժիմ է ու նրանց հետ համաձայնության գալը ավելի հեշտ է։ Նրանցից էլ իրանք վտանգ չեն տեսնում։ Եվ եթե մենք լինելով Եվրամիության գործընկեր, դա դառնում է երաշխիք, որ որևէ ձևով Իրանը չմտածի ինչ-որ ձևով խոչընդոտի դրան։ Դա Ալիևը հասկանում է։ Ալիևը հատուկ իր հարցազրույցի մեջ նպատակային նշում է շատ երկրներ, բայց հատուկ Եվրամիություն։ Մերոնք դա չեն հասկանում։ Եվրամիությանը, որ այդ ծրագրի մեջ ներգրավեն։ Իսկ ինչա, Եվրամիությունը առաջարկ չի արել, որ ուզում է ներգրավված լինել, բայց մերոնք կարծես չեն ուզում պատասխան քայլ անեն այդ ուղղությամբ։ Էլ ինչ անեն, որ հասկանաք, որ մեր առաջի քայլը Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելն է, բարելավելն է եւ իրանց ներգրավել է այդ ծրագրերի մեջ։ Դա շատ ավելի հեռանկարային երաշխիք է, քան անգամ 99 տարով Ամերիկայի հետ կնքած պայմանագիրը, որտեղ դա համակարգ է, որի անդամ կարող ես լինել, եւ այդ հարցը ընդհանրապես վիճարկելի չլինի, նույնիսկ եթե Ամերիկայի տիրապետության տակ լինի 74%-ով, եթե դու Եվրամիության գործընկերն ես, դա ավելի մեծ երաշխիք է, նույնիսկ Ամերիկայի ոտնձգության դեմն առնելու համար։ Մենք բացարձակ
Չեմ պատկերացնում, որ նպատակ ունենք Ամերիկայի հետ հարաբերություն փչացնելու։ Առաջին այդ կշիռը չունենք, երկրորդ բացարձակ դրա ցանկությունը չունենք։ Բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ մեծ է եւ նրա շահերն էլ շատ բազմապրոֆիլ է, որի պարագայում կարող է ինչ-որ միտեղ նաեւ անտեսվի մեկի շահը, մյուսի շահը ավելի կարեւորելով։ Եվրամիության անդամակցության պարագայում այդ խնդրը մենք չունենք։ Իսկ գոնե մենք գիտենք, որ Եվրամիությունը առայժմ չի ցանկանում իր դռները բացել Թուրքիայի առաջ, Ադրբեջանը չի ձգտում դրան, Իրանն էլ հաստատ չի ձգտում։ Իրանց համար գործընկեր, որպես այդպիսին Հայաստանն է։ Ալիևը պետք է ասի, որ հասկանանք Եվրամիության կարևորությունը։ Իլհամ Ալիև Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու նախագիծը պատրաստ է։ Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են իրականացրել Հայաստանի տարածքում եւ որոշել էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման հնարավոր վայրերը։ Ուշադրություն, էլ ինչի ուղղությամբ են իրանք ուսումնասիրություն կատարել։ Մենք ինչի, բասմեք Ալիևին ինչի եք լսում։ Մենք ինչի ենք Ալիևից իմանում, որ իրանք եկել են հատուկ ուսումնասիրություն են կատարել։ Մի հատ հետաքրքիր է, մի հատ սյուն տնկելու համար Ադրբեջանից մասնագետեր պետք որ ձեր տարածքում տնկեն, իրանք սյունի մասնագետ են, թե այդ հողի, թե տնկելու։ Որն է դրա անհրաժեշտությունը, որ Ադրբեջանից գա քու տարածքում փորձագիտական կարծիք հայտնի, թե որտեղ պետք է սյունը խփվի։ Որտեղ ասեց, այնտեղ պետք է խփվի։ Հա դրա համար հասկացաք ճանապարհը ոնց է բերե հասցրել Հայաստանի սահմանին, որովհետև ինքը պետք է մարդ ուղարկի եւ որոշի, որը տեղով պետք է անցնի, կամ արդեն որոշել են, որը տեղով պետք է անցնի։ Իրանց դա ձեռնտու է։ Իսկ մենք դա իմանում ենք Ալիևից, ինչու չենք իմանում Հայաստանից։ Շատ-շատերին հարցրեք, առաջի անգամ չեն իմանում, որ Ադրբեջանի մասնագետներն եկել են մեր մոտ չափուձև են արել, թե սյուները որտեղ տնկեն։ Ալիևը նախազգուշացրել է Հայաստանին հնարավոր էներգետիկ ճգնաժամի մասին, կապված հայկական ատոմակայանի փակման հետ։ Ճգնաժամից խուսափելու նպատակով Բաքուն պատրաստ է ապահովել Հայաստանի համար էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր։ Ատոմակայանը հնացած է եւ պոտենցիալ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։ Թեև ՄԱԳԱՏԵ-ի մասնագետները վերջին այցի ընթացքում ընդգծել էին, որ կայանի աշխատանքը որևէ վտանգ չի ներկայացնում։ Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս տարբեր միջազգային հարթակներում մտահոգություն են հայտնել այդ կապակցությամբ։ Ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը չի կարող անվերջ երկարաձգվել եւ վաղ թե ուշ կայանը պետք է փակվի։ Այդ դեպքում Հայաստանը կարող է բախվել լուրջ էներգետիկ ճգնաժամի, ուստի էներգամատակարարման լրացուցիչ աղբյուրի առկայությունը նրա համար շահավետ կլինի, նշել է Ալիևը։ Հիմա հասկանանք, էս ինչա ասում։ Ատոմակայանի ժամկետը երկարացվելը մինչև 2036 թվական պայմանով, որ կարող է երկարացվի եւս 10 տարի։ Լավ է թե վատ ես դրա մասնագետ չեմ, տեխնոլոգիան բավական հին է, բայց դե տեխնոլոգիայով հնարավոր չլներ երկարացնել, չեմ պատմում, որ որևէ մեկը այդ ռիսկին կգնար։ Բայց դա հարցի մի կողմն է։ Ադրբեջանն ասում է վաղ թե ուշ դուք ունենալու եք լուրջ խնդրեմ, երբ որ ատոմակայանը փակվի, մենք ու Թուրքիան էլ դրա դեմ բողոքում ենք։ Եվ դուք ունենալու եք էներգետիկ ճգնաժամ, ես պատրաստ եմ ձեզ էներգիայով ապահովել։ Հիմա ուզում ենք հասկանանք, թե մեր իշխանությունները սրա պատասխանը ով պետք է տա։ Այն որ նայում ենք այդ խորհրդանում ինչա կատարվում, ժողովուրդ ջան, արդեն անիմաստ է մտածել, որ նրանք դրանով պետք է զբաղվեն։ Եթե ես չեմ էլ նայում իրանց, ժամանակը ափսոս է, ներվերես էլ հետը։ Ուղղակի տարբեր նյութեր հավաքելուց ինչ որ բան աչքով է տանկնում, էլի։ Նույնիսկ այդքանը բավարար է, որ պատկերացնել ժողովուրդ ջան։ Այն ինչ որ կատարվում է անտեղ, Հայաստանում խայտառակություն է, որ մենք ունենանք մի պալատանոց պարլամենտ, եւ այդ մի պալատանոց պարլամենտը լինի դա։ Մենք պետք է անպայման ունենանք երկպալատանոց պարլամենտ, այդ այն չէ, որ ասում ենք Սփյուռքը մասնակցի, դրա մասին չի խոսքը, կամ վերին պալատ, մենք մոնոէթնիկ ունիտար պետություն ենք, վերին պալատի կարիք չկա։ Մենք ուղղակի երկու պալատ պետք է ունենանք։ Այս մեկի անունը, որ հիմա ընտրվել են, դնենք 6-րդ պալատ, որպեսզի նրանք ինչից խոսան, ասենք դու ճիշտ ես,
Նապոլեոնն ես դու, հա, էլ դու ով ես, դու Կուտուզովն ես, դու Սուվորովն ես, մի խոսքով։ Գիտենք, ամեն մեկին իրանց անունը կտանք, իրանք իրանց թագավոր ու իմպերատոր կզգանք ֆրֆռալ։ Մի հատ էլ նորմալ պալատ ունենանք, այս երկրի ցավ ու դարդով մտածող եւ աշխարհում կատարվող իրավիճակն ու իրադարձությունները մտածող ու վերլուծող ու ներկայացնող։ Հիմա պարզ հարց։ Ադրբեջանն ասում է, այս ատոմակայանը ուշ թե շուտ փակվելու է։ Եվ մենք գիտենք, որ այդ ուշ թե շուտը 20 տարի հետո է։ Հարցածագում։ Բա Նիկոլ Փաշինյանը ընդամենը վերջերս խրող ձայնով կառավարության շենքից ասեց, որ այս ընթացքում ինքը մի հատ ատոմակայան է կառուցել, վրներդ խաբար չկա։ Ի նկատի ուներ ֆոտովոլտային պանելներով արեգակնային էլեկտրոկայան։ Թե արդյոք դա համարժեք է ատոմակայանի հզորության, դե չի ասել ինչ չափի ատոմակայան։ Համարենք համարժեքա ու ինքը ճիշտ է ասում, բա մենք ինչու պետք է 20 տարվա ընթացքում էներգետիկ այնպիսի ճգնաժամ ունենանք, որը հաղթահարի Ալիևը։ Առաջին, Հայաստանը պատրաստվում է ունենալ ատոմակայան այս մեկը փակելուց հետո, երկրորդը կառուցի, մինչև այս մեկը կաշխատի ու նա կփակվի։ Երկրորդ, Հայաստանը մտածում է մոդուլային ատոմակայանների մասին, այն էլ ոչ մի հատ, ու բանակցում է տարբեր երկրների հետ։ Երբ որ եկավ Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որ ասեց, որ ամերիկյան մոդուլային ատոմակայանի հետ կապված Հայաստանը պայմանավորվել է, մենք բացատրեցինք դրա ամբողջ աբսուրդը եւ գնային առումով եւ տարբեր բաներ, եւ որ դա որոշակի փորձաքննություն անցած չի, Նիկոլ Փաշինյանը ընդամենը համաձայնությունը տվել է նախընտրական աջակցության Ամերիկայի կողմից եւ այլն։ Մի խոսքով, դրա մեջ շատ չխորանանք, բայց Հայաստանից անմիջապես բարձրաբանեցին, որ Ամերիկան միակը չի, տարբեր երկրների մոդուլային ատոմակայանների հարցում մենք բանակցում ենք։ Թող մոդուլային ատոմակայանը ավելի փոքր հզորություն ունենա, քան մեծամորի ատոմակայանը։ Հա, բայց կարող ես դնել 2, 3, 4, 5, մանավանդ տարբեր երկրներ այդ ցանկությունը ունեն։ Եվ հարց է առաջանում։ Այդ 20 տարվա մեջ մի հատ խողովակ Իրանից գազի Հայաստան չի մտնելու։ Չունենք այդ հնարավորությունը։ Չունենք հնարավորությունը, որ մտնի եւ կարողանանք էներգիա արտադրենք։ Հարցը ծագում։ Ժամանակին գազը, երբ որ որոշվեց, որ գա Հայաստան, դառնա էլեկտրաէներգիա եւ վերադառնա Իրանին, այդ ժամանակ Քոչարյանի ժամանակ տրամագիծը խողովակի արվեց փոքր, որպեսի դա տրանզիտ չծառայի, նախ այդ գազը Հայաստանի սպառման համար չծառայի, հետո տրանզիտ չծառայի, իրանական գազը Հայաստանի տարածքով դուրս գա։ Ռուսները դրան դեմ եղան։ Հիմա մենք գիտենք, որ խողովակի տրամագիծը այնքան չի, որ Հայաստանի ամբողջ սպառումն ապահովի, մանավանդ որ դրանով գալիս է, դառնում է էներգիա եւ հետագնում։ Չնայած ասում են մի քիչ հզորությունը ամբողջ ծավալով չի աշխատում, էլի կարող ենք ավելացնել, բայց եթե ատոմակայանը չաշխատի, մենք խնդիր կունենանք։ Բայց այդ դեպքում հարց է ծագում։ Այդ ինչի չենք ասում Ալիևին, դե այդ էներգիան, որ ունես, Ադրբեջան, Իրանն էլ քո հարևանն է։ Այդ էներգիան տուր Իրանին, Իրանի գազը, որ գալիս է Հայաստան, մենք օգտագործենք մեր սպառման համար, ոչ թե էներգիա տանք Իրան։ Եթե ինքը էներգիայի կարիք ունի, Ադրբեջանն էլ ավելցուկ ունի, դեմն էլ ձմեռա, մենք էլ էներգիայի կարիք կունենանք, այնպես չի, որ եթե դրանով մենք արտադրենք, չենք կարողանա սպառենք իրացնենք կամ էլ թե չէ եթե դրա նպատակն է այլևս չարտադրել, որտեվ դա մենք արտադրում էինք ընդամենը Իրանի համար։ Հիմա եթե մենք Իրանի համար չենք արտադրում, Ադրբեջանը տալիս է Իրանին, ու այդ ամբողջ գազը իր ծավալով գալիս է, մեր ներքին սպառման համար օգտագործում ենք, ու շուռ են գալիս Ռուսաստանին ասենք հեչել գինը չթանկացնես, հենց կթանկացնես Իրանից կառնենք, բայց այդ բանակցությունն ով է վարելու։ Թե պարզապես Ադրբեջանը մտածում է, որ ավելի լավ է Հայաստանը ընկնի կախվածության մեջ Իրանից, քան թե կախվածության մեջ Ռուսաստանից։ Պետք չի դու մտածես նոր ատոմակայանի, պետք չի մտածես մոդուլային ատոմակայանի, պետք չի մտածես Իրանից գազը ավելացնելու ճանապարհով հարցը լուծելուն, այլ դրա փոխարեն մենք քեզ գազը
հոսանքը կտանք եւ ոնց որ հիմա Ռուսաստանի ձեռնես կրակնենք, ել ասում ես, բա որ հակառակվենք, բա որ գազը թանկացնի, բա որ հակառակվենք, բա որ այս խնդիրն ունենանք, նույնը հետո վաղ Ադրբեջանի հետ կապված ենք ասելու, ավելի վատ վիճակում հայտնվելու, որովհետեւ առարկայական Ադրբեջանը մեր տարածքների նկատմամբ հավակնություններ ունի։ Իսկ եթե մենք գնում ենք իրենց կախվածության մեջ ենք ընկնում, բա այդ հավակնությունները ինչ ալնելու։ Հիմա ես ուզում եմ իմանամ, այսքան տարբերակներից, որը հավանական հնարավոր էր, ոնց է որ 20 տարվա մեջ մենք պետք է գնանք ու կանգնենք ճգնաժամի առաջ։ Այսօրվանից Ալիևն ասում է, դուք ճգնաժամի առաջ եք։ Ինչու՞։ Մյաց չեք մտածում, այսինքն մենք նենց կանենք, որ դուք ճգնաժամի առաջ կկանգնեք ու մեզանից կստանաք։ Իսկ այս իշխանության պարագայում դա առանձնապես բարդ բան չի, ժողովուրդ ջան, որտեղ իրանք ամեն ինչ կանեն, որ կախվածությունը Ադրբեջանից մեծ լինի, հետո ասեն դուք պատերազմ եք ուզում, չեք հասկանում, որ եթե հիմա մենք Ադրբեջանին մերժենք, ինչ տեղի կունենա։ Այո, շանտաժը անելու է Նիկոլ Փաշինյանը մեզ։ Ավելի պարզ, էլ ինչ ասի, որ մենք հասկանանք իրանց հեռահար նպատակները։ Իսկ արեգակնային էներգիայով ֆոտովոլտային պանելներով, եթե մի հատ ատոմակայան արդեն Փաշինյանը սարքել է, ինչա խանգարում, որ երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը սարքի։ Եվ այն ծավալը, որը մենք կկորցնենք մեծամորի ատոմակայան, այդ ծավալը փոխհատուցենք այդ մյուսներով։ Իսկ քանի տարբերակ ասցի, չլինելով մասնագետ, ընդհանրապես վերցնելով հրապարակային տեղեկատվությունը։ Բա մասնագետներ խոսացեք, ասեք հանգիստ տեղի այս հարցը սենց է, կամ անհանգիստ տեղի, տենց չի լուծվելու, մենք իսկապես ընկնելու ենք կախվածության մեջ։ Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է TRIP ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցման հարցը։ Այդ զրույցից պարզ է դարձել, որ շինարարությունը պետք է սկսվի այս տարի։ Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին։ Նախիջևանում երկաթուղու շինարարական աշխատանքներն արդեն ընթանում են, նշել է Ալիևը։ Այսինքն էլ իստեղ 100%-ով վստահ է, որ կբերեն կհասցնեն տեղ եւ այդ շարունակությունը կլինի, կմիանա, նույնիսկ եթե ժամանակին երկաթ գիծ է եղել, որը կարող էր մի կողմից մի կողմ գնալ, դա կարող է բացարձակապես իրան չարդարացնի նոր պայմանների համար, նոր գծեր նայեն, առավել եւս քանի անգամ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ TRIP-ի հետ կապված, որ ասում ենք, դա կոնկրետ տեղ չի, որով պետք է անցնի։ Մենք պայմանականորեն ենք ասում Սյունիքով։ Կարող է մեկը անցնի մի քիչ վերև, մեկը անցնի մի քիչ ներքև։ Պետք է գնանք այդ ամբողջ ուսումնասիրությունները կատարենք, որպեսզի իմանանք ամենառացիոնալ տեղը, որտեղով է անցնելու։ Հո չեք մոռացել, որ ասում էր սահմանազատումն ու սահմանագծումը պետք է անենք հյուսիսից, Վրաստանի սահմանից կանք Իրանի սահման, բայց հիմա հերթը առաջ ենք գցել, այն կետերն ենք անում, որը որ կախված է TRIP-ը, որ մտնում է Հայաստան, իսկ այդտեղով մտնելու է հոսանքագծեր, որի համար նաև պետք է սյուներ եւ այլ, խողովակաշարեր, մալուխներ, երկաթգիծ, ավտոճանապարհ, այս բոլորի համար ամեն մեկը կարող է առանձին ուսումնասիրվի տեղանքը եւ ամեն մեկը կարող է առանձին տեղով անցնի, որը որտեղով նպատակահարմար է։ Այս ոնց է Ալիևը բոլորի տեղերը գիտի։ Մենք դեռ խաբար, ժողովուրդ ջան, եթե մենք գիտենք, խնդրում եմ ասեք, դա որտեղով է անցնում։ Ալիևը ասում է, բա մենք չգիտենք, ինքը որտեղից 100%-ով գիտի, որ իր տարածքից իր համար միևնույնն է այդ երկաթգիծը կգա որտեղ կհասնի, որպեսի ուղիղ գծով անցնի։ Իր այնչին է պետք, որ կհասնի Հայաստանը մի հատ ծունկ տա իջնի ներքև, հետո ընդեղով առանձին գնա մի հատ է վերև։ Այնա ուղիղ կգար կմիացներ էլի։ Եվ ժամանակ կշահեր եւ տարածություն։ Ուրեմն ինքը արդեն դա էլ գիտի։ Իլհամ Ալիև, Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, ինչպես մեզ հայտնի է, մեր նախաձեռնությունն էր։ Ադրբեջանի հիմնական հատվածը նրա անբաժանելի մասի Նախիջևանի հետ կապելը մեր վաղեմի երազանքն էր։ Մենք վստահությամբ եւ մեծ հմտությամբ քայլում էինք դեպի այս նպատակը։ Մենք մոտենում էինք եւ արդեն մոտեցել ենք։ Այն որ ինքը ասում է մեր նախաձեռնությունն էր, այդ նորություն չի, որովհետեւ ու նաև համառորեն պնդում է, որ դա TRIP չի Զանգեզուրի միջանցքը, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 9-րդ կետով արդեն ինքը դա որոշել էր, որտեղ հարց է ծագում դու պատերազմում էիր Արցախի դեմ,
ինչքան էլ ուզում է Հայաստանի զորքը օգնի։ Արցախի հետ պատերազմը դադարեցնելու հարցում ինչ կապ ունի Նախիջևանին միացող ճանապարհը Հայաստանի տարածքով, որ Հայաստանը պետք է դրան պարտավորվեր։ Դրա կապը ո՞րն է։ Դա բերեցին, կապեցին, ասին, բա դուք էլ ուզում եք Արցախի հետ կապ ունենաք, մենք էլ ուրեմն ընդեղով պետք է ունենանք, բայց մեկը մեկի հետ բացարձակ կապ չուներ, որովհետև այն ժամանակ, երբ որ Արցախի հետ կապված բանակցություն էր գնում, Հայաստանի տարածքով երկաթգիծ կամ ավտոճանապարհ անցնելու մասին չէր խոսքը։ Միշտ խոսվել է, որ Լաչինով անցնող ճանապարհը պետք է որոշակի լայնություն ունենա եւ կապի օրգանապես Արցախը Հայաստանի հետ։ Ու չմոռանանք, այն ժամանակ Ադրբեջանը համաձայնվել էր հայկական Արցախին։ Այն մասը, որ Հադրութով վերցրած էր մինչև Շուշի, որ համարում էր դե ադրբեջանական է, 20% ժամանակին ապրել են, այդքանը տարածքով վերցնենք, մեկը խառը չեն ապրելու։ Այսինքն ինքը ճանաչել էր եւ ընդունել էր հայկական Արցախի գոյությունը, այլապես ինչի մասին էր խոսքը։ Բայց նույնիսկ այդ պարագայում, երբ որ ընդունել ես ու գիտես, որ պետք է Հայաստանի հետ օրգանապես կապ ունենա, բայց դու պայման ես դնում, որ Հայաստանով ճանապարհը տվեք։ Ու այդ մասին այնքան ենք խոսել, որ ինչու է դա կարգավորում ես պատերազմ Արցախի հետ, Հայաստանից պահանջներ ներկայացնում Հայաստանի տարածքով։ Ալիևը դա էլ է պարզաբանել, որ տպավորություն չլինի, որ մենք ուղղակի մեղադրում ենք Փաշինյանին։ Ինքը եթե ինքը սուտ է ասում, չնայած այն ինչ ասել է իրականություն է դառը, թող Փաշինյանը հակադարձի, այս աչքը ստենա ժողովուրդ ջան։ Իսկ հիմա ինչ է պարզաբանում։ Լկտի ձևով 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ավարտի կապակցությամբ Ադրբեջանի նախագահի, Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի կողմից ստորագրվեց եռակողմ հայտարարություն։ Իրականում Հայաստանի համար դա կապիտուլյացիայի ակտ էր, քանի որ Հայաստանը հանձնվեց։ Ուշադրություն, պատերազմը Արցախի հետ էր։ Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք գիտեինք, որ 91 թվականից Արցախը Ադրբեջանի կազմում է։ Բայց Արցախի հետ էր պատերազմը, Հայաստանն օգնել է զենքով զորքով, բայց ինչի է կապիտուլյացվել Հայաստանը։ Մի տարօրինակ բան չեք տեսնում։ Հիմա շարունակենք։ Աղդամի, Քելբաջարի եւ Լաչինի շրջանները մեզ վերադարձրեցին առանց մեկ կրակոցի։ Ուշադրություն, երբ որ պատերազմը ավարտվեց Շուշիով, այդ ժամանակ ասին զորքը որտեղ կանգնած է, այդտեղ մնում է։ Զորքը այդտեղ կանգնեց հայկական Նիկոլ Փաշինյանը հրամանը տվեց, ասեց հետ եկեք, հանձնեք առանց փամփուշտ կրակելու։ Հիմա ինչ է ասում։ Աղդամի, Քելբաջարի, Լաչինի շրջանները մեզ վերադարձվեցին առանց մեկ կրակոցի։ Ինչ է, դա տեղի չի ունեցել։ Հիմա ասենք սուտ է ասում, տեղի չի ունեցել։ Բնականաբար Հայաստանը դա չարեց կամավոր, մենք նրան հարկադրեցինք։ Եթե պատերազմի պայմաններում դու որևէ մեկին հարկադրում ես, ապա դա նշանակում է, որ այդ կողմը կապիտուլյացիայի է ենթարկվել։ Այսինքն այս տերմինում պետք չէ փնտրել որևէ նվաստացուցիչ կամ վիրավորական իմաստ։ Սա պարզապես իրականություն է։ Բա որ ասում ենք հիմա Ալիևն ասում է, եթե սուտ է ասում, հակադարձեք։ Մի հատ տեղը դրեք Ալիևին։ Տեղը դրեք, տեսնենք, ձևը սովորենք։ Նոյեմբերի 9-ի Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ընթանում են եռակողմ բանակցություններ, ես կտրականապես պնդում էի, որ ստորագրված հայտարարության մեջ անպայման պետք է արտացոլվի միջանցքը, որը կապում է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։ Հայկական կողմը չէր ցանկանում դրա համար համաձայնություն տալ, բայց նա այդքան էլ շատ այլընտրանքներ չուներ։ Նիկոլ Փաշինյանը իրանում է ճղումը, ասում է, իսկ ես ինչ եմ զիջել, որ ասում եք մենք զիջել ենք։ Հիմա մեղադրումը ասում է դու չէիր ուզում, դու ստիպված հանձնել ես։ Հիմա դու գտնում ես, որ դու քո կամքով ես հանձնել, թե դու չէիր ուզում, քեզ ստիպել են, վախից հանձնել ես։ Ասա դու ճիշտը, այդ ճիշտը վերցնենք, ձեզ ներկայացնենք ու ասենք, այ ժողովուրդ ջան, այս Ալիևն է ասում, հեչ էլ չի ասում, այս Փաշինյանն է ասում։ Մի հատ տեղը դիր, էլի քեզ կապիտուլյանտ է ասում։ Այն մարդը, որ ասում ես Իրանից է կախված, մեր կադաստրի վկայականը, այն մարդը, որ ասում ես խաղաղությունը Իրանից է կախված։ Մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Այս մարդու ասածը սա է, դու կապիտուլյանտ ես։ Այս մարդն ասում է, քեզ պարտադրեցինք, զորքը որտեղ էլ կանգնած էր, այդտեղից հետ եկար։ Քեզ պարտադրեցինք։ Ասելիք չունես, ճղում եք Հայաստանում, ում տեսնեք։
բա ասեք, ու որ ասում է այդ ճանապարհի հարցը ես որոշել եմ ու տենց էլ առաջ եմ տարել, կաներ Ռուսաստանը թե կաներ Ամերիկան, դա իմ ուզածն էր, ու մենք խոսել ենք այդ մասին, որ Թրիպը Ադրբեջանի նախաձեռնությունն էր, որը Տրամփը մեզ ասեց, որ տենց պետք է լինի, հիմա տեսակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ, ԱՄՆ զենք է վաճառում Եվրամիության երկրներին, որից հետո այն կարող է մատակարարվել Ուկրաինային, ես դրանք չեմ տալիս Ուկրաինային, ես դրանք տալիս եմ Եվրամիությանը, նրանք ունեն փող, վճարում են եւ անում են այն, ինչ ուզում են, այդ թվում տալիս են զենքը Ուկրաինային, իհարկե լավ է, որ դա նրանք առնում են տալիս են, բայց նրանք պատրաստ են ավելի շատ առնել, շարունակիր ավելի շատ տալ, հիմա այսօր ծանր հարվածներ ա ուտում Ուկրաինան բալիստիկ հրթիռների պատճառով, որին էլ գումարվել է Հյուսիսային Կորեային, իհարկե ինքը կստեղծի իր բալիստիկ եւ թեւավոր հրթիռները եւ հարվածներ կհասցնի Ռուսաստանին, բայց դրա քանակությունն էլ այդքան մեծ չի, դրա համար պետք է կարողանա նաեւ պաշտպանվել, մանավանդ որ Ռուսաստանը անմարդկային ձևով խփում է բնակարանների բնակավայրերին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին, կասեմ միայն այն, որ մենք կցանկանայինք հասկանալ նաև զեկույցի ընթացքում այստեղ հիշատակված Ճապոնիայի մեր հարևանների մի երկրի դիրքորոշումը, որն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատրվակով առանց խորամուխ լինելու այս հակամարտության պատճառների մեջ Ռուսաստանի դեմ սահմանել է մեր կողմից չհրահրված պատժամիջոցներ, Ավելին նորագույն պատմության մեջ առաջին անգամ ինչ-որ փաստաթղթերում Ճապոնիան Ռուսաստանին դասել է հիմնական սպառնալիքների շարքին, բա ում պիտի դասեր, կցանկանայի նշել, որ մենք չենք սպառնում Ճապոնիային, մենք բացարձակապես որևէ հավակնություն չունենք, ընդհակառակը Ճապոնիան տարածքային հավակնություններ ունի մեր երկրի նկատմամբ, նկատի ունեմ Կուրիլյան կղզիների խնդիրը, սակայն դա ամրագրված է միջազգային փաստաթղթերում, որպես երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում առաջացած իրականություն, բայց այստեղ էլ Ռուսաստանը պատրաստ է եղել լուծում որոնել, հասնելով խաղաղ պայմանագրի կնքման։ Մի քանի հարց այս հարցում։ Ճապոնիան, որը պահանջում է, որ վիճելի կղզիները Շիկոտանը, Կունաշիրը, Իտուրուպը եւ Խաբոմայը վերադարձնեն իրեն, եւ ինքը ասում է, որ բերեք հասկանանք, այդ կղզիները Ճապոնիային անցել է ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ, որտեղ Ռուսաստանը պարտվել է 1945 թվականներին։ Պարտվելուց հետո բավական ծանր պայմաններ է դրել եւ տարածքային եւ նյութական Ճապոնիան Ռուսաստանի վրա։ Ու այդ ժամանակ Ռուսաստանին փրկեց Թեոդոր Ռուզվելտը, Ամերիկայի Միացյալ Նահանգների 26-րդ նախագահ։ Կանչեց Պորտսմութի հաշտության ժամանակ, այնց արեց, որ այո, տարածքային զիջումների գնաց Ռուսաստանը, բայց ռեպարացիաներ կոնտրիբուցիա չվճարեց, որովհետև պարզապես այդ հարցում Ամերիկան օգնեց Ռուսաստանին, պարտված Ռուսաստանին։ Եվ երբ որ մեկ Լավրովն ասում է, բա մենք այնքան բան ենք արել Ամերիկայի համար, հիշի թե իրանք ձեզ համար ինչ են արել, իրանց հեղինակությունն են դրել, եւ դրա դիմաց էլ Թեոդոր Ռուզվելտին տվեցին խաղաղության Նոբելյան մրցանակ հենց հաջորդ տարի 1906 թվականին եւ դա եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահը, որը ստացել է խաղաղության Նոբելյան մրցանակ։ Այս ուղղակի որ մենք պատկերացնենք։ Հետո երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որ խորհրդային միությունն ասեց կմտնեն պատերազմի մեջ պայմանով, որ թույլ տակ Կուլիրանը 4 կղզին վերցնեմ եւ հարավային Սախալինը, ինչը ինքը վերցրեց, բայց Սան Ֆրանցիսկոյի հետագա պայմանագրով, որ որոշվեց այդ տարածքների կարգավիճակի հարցը, այնտեղ գրված չէր, որ դա պետքա տալ Ռուսաստանին։ Ճապոնիան հիմք է ընդունում այդ միջազգային փաստաթուղթը, որին դժգոհում էր խորհրդային միությունը։ Այնպես որ դա իսկապես վիճելի է, դեռ այդ վեճը գալիս է դեռ 19-րդ դարից է գալի, այդ վեճը մենակ 20-րդ դարի մասին չի խոսքը։ Այսինքն հիմա մենք տեսանք հարցը, որ Ռուսաստանն ասում է Ճապոնիան մեր դեմ պահանջներ ունի։ Այո, իսկ ինչի պետք է չունենա որ։ Դու ասում ես, որ երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում իրականությունը ընդունեք։ Ճապոնիա երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում այդ կղզիները մերն է։ Բա որ դու դա ասում ես եւ կանգնում ասում ես, որ մենք պետք է վերականգնենք ցարական Ռուսաստանը, կայսերական Ռուսաստանը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո է եղել։ Բա որ դու կանգնում ասում ես Ֆինլանդիան ժամանակին մերներ պետք է վերցնենք։ Էսա Ուկրաինան պրծնենք, Ֆինլանդիան վերցնենք։ Լեհաստանը ժամանակին մերներ պետք է վերցնենք։ Էսա Ուկրաինան վերջացնենք, մտնում ենք Լեհաստան։ Բա դու ինչից ելնելով ես ասում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի իրողության պարագայում դրանք քոններ։
Երբ որ քեզ է պետք, հիշում ես, ասում ես ոնց, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դա մերն էր, անցյալին չենք գնում, երբ որ քեզ է պետք, ասպես բա հիշում ես 200 տարի առաջ, 150 տարի առաջ Ղրիմը մերն էր, ումա հետաքրքրում թե քանի տարի առաջ ումն էր, մի քանի հազար տարվա կենսագրություն ունեցող Ղրիմը, քանի տարի է քոնը եղել, այսինքն քեզ համար պատմությունը սկսվում է քո ուզած դիրքից. Եթե հիմա քեզ ձեռնտու է, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ենք նայում, եթե Ղրիմը պետք է օկուպացնենք, նայում ենք տենանք ցարի ժամանակ Ղրիմը ումն էր, ու քանի տարի է քոնն եղել, դա համար սա չի անցնում, ժողովուրդ, այս զորբայությունը չի աշխատում. Վլադիմիր Պուտին, Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե արևմտյան երկրները զավթեն Ռուսաստան առևտրային նավերը, ասենք որ ստվերային նավեր են, այդ ինչի՞ չես բա ասում, այդ էլ ասում արդյոք իմանան, որ այդ ինչ նավեր են, իսկ միջազգային կառույցները, եվրոպական կառույցներն ասում են, ստվերային նավերը չեն աշխատելու, որին բռնեցինք կալանավորելու ենք, ու դու լավ էլ գիտես դա ինչի համար, լավ էլ գիտես ինչ փաստաթղթեր է ստորագրված. Նախագահը ընդգծել է, որ դա տեղի է ունենալու ամենևին էլ պարտադիր չէ նույն ջրային տարածքներում, որտեղ պլանավորվում են ռուսական նավերի վրա ավազակային հարձակումները, այլ այնտեղ, որտեղ արդեն մենք ինքներս անհրաժեշտ եւ նպատակահարմար կգտնենք ցանկացած վայրում, այդ թվում նաեւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի պատասխանատվության գոտում. Այսինքն արդեն ինքը հիմա դուրս է գալի արևմուտքի դեմ, իմ նավը կվերցնեք, ես ձեր նավը կվերցնեմ, թե տակից ոնց դուրս կգաս, այդ մենք արդեն կտեսնենք, տեսել ենք տակից ոնց է դուրս գալիս. Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի գիշերը Ուկրաինայի մեր պաշտպանական ուժերը իրականացրել են եզակի գործողություն եւ հարվածել Նովորոսիիսկում գտնվող ռազմածովային բազային, Սև ծովում ռուսական նավատորմի վերջին հիմնական ֆորպոստին. Մեր ռեակտիվ դրոնները, հրթիռները եւ ծովային անձնակազմ համակարգերը ճշգրիտ խոցել են նշանակված թիրախները, հաստատվել է հարվածը հակաօդային պաշտպանության դիրքերին, նավահանգիստներին, կառամատույցներին եւ ծովային նավահանգստի ենթակառուցվածքին. Պատերազմը պետք է հանգեցնել եւ դիվանագիտության համար բոլոր ողջամիտ առաջարկները սեղանին են, նշել է Զելենսկին. Բա այս նավառասիստներ, որ Սևաստոպոլի համար այդքան պատմության մեջ մտակ, որ Սևաստոպոլը լինի ձերը, այն դեպքում, որ ամեն անգամ Ուկրաինան պայմանագիրը երկարաձգում էր Սևաստոպոլի Սևծովյան նավատորմի համար, բա չէ, դուք պետք է գրավեիք, օկուպացնեիք ձերը ելներ, ձերը եղավ, կարողացաք պահել, Սևաստոպոլը չկարողացաք պահել, տեղափոխեցիք Նավառասիսկ, բա խիչներդ մեռնի, Նավառասիսկ լամիատ գնացեք, լամիատ դրա ափը նայեք, կիլոմետրերով ցկվող տանկերները կանգնած, էլ անտառ են տանում, էլ ցեմենտ են տանում, էլ չգիտես ինչ են տանում, Նավառասիսկը, որ դուք ձեր համար ինչ առանցքային նշանակություն ունի, Սև ծովում Ռուսաստան Նավառասիսկից ավելի կարևոր որևէ նավահանգիստ ունես, այդ բեռնափոխադրման այդ ծավալները ունես, այդ էլ չես կարող պահես, այդ քո խիղճը մեռնի. Այս ձևի ես Հայաստանին ուզում տեր կանգնես, կամ Հայաստանին պատժես. Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվան կարող է նոր զորահավաք անցկացնել աշնանը, սա հաստատվում է ռուսական ներքին փաստաթղթերով, նրանք այն նախապատրաստում են աշնանը խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, Պուտինը ցանկանում է ստեղծել տպավորություն, որ ռուսները աջակցում են պատերազմին, բոլոր կուսակցությունները, որոնց ներկայումս թույլատրվում է մասնակցել ընտրություններին, այս կամ այն կերպ դեմ են խաղաղության, այսինքն ինչա արվում, Յաբլկային հանեցին դուրս, որպեսզի բոլոր կուսակցությունները, ովքեր ընտրությանը մասնակցում են, բոլորը կողմեն պատերազմին, ներողություն. Այսինքն ընտրությունը սեպտեմբերի 20-ին եղավ, ավարտվեց, Պուտինն ասում է ժողովուրդ ջան, տեսակ, մեր ժողովուրդը կողմա պատերազմին, դե ուրեմն բերեք մոբիլիզացնենք, տանենք, ասում են ինչ ես մոբիլիզացնում, ասում է դուք չուզեցիք, բա դուք չքվեարկեցիք պատերազմի օգնին, բա ասում է պատերազմին դեմ մի կուսակցություն են հանել էիք, բա ում քվեարկեինք, ասում է ոնց, եթե 5 կամ 6 կուսակցություն կողմ են պատերազմին, ով որ դեմա չի մասնակցում, բայց դու գնում ես սրանց այն, ես տալիս ուրեմն դու կողմ ես պատերազմին, դե դրա համար մենք մոբիլիզացնում ենք ու ձեր երեխեքին տանում ենք կոտորենք, ինչ կա չհասկանալու, այն փաստաթղթերը, որ հատուկ ծառայությունները Զելենսկին գտել է, մի երկու փաստաթուղթ էլ մենք ենք գտել, որ
նահանգներում տարբեր մարզերում Ռուսաստանի ասում են Հնդկաստանից եկած աշխատուժը երիտասարդ խոստումնալից վերարտադրողական տարիքի հնդիկները տղամարդիկ որոնք գան եւ ամուսնանան ռուս կանանց հետ նրանց տրվում է պետության կողմից բնակարան որովհետեւ ռուս տղամարդկանց տանում են կոտորում որովհետև ռուս տղամարդկանց կոտորելու ժամանակ փողեր են ստանում այսինքն գնացեք տվեք սպանեք փողերը տվեք մեզ հնդիկի հետ տունը ստանանք ու ապրենք ժողովուրդ ջան իսկ դա ես շարժ չեմ անում ազնվությամբ կարող եք մտնել որոնում տալ եւ գտնել որ մարզերն է բնակարան տալիս հնդիկին այսինքն հնդիկին որ բռնում է ասում արի ամուսնացի մաշագլաշա հետ տունը ստացի շուտ արա շտապեք տեղերը սահմանափակ են իսկ բռնեցին ռուսին ուղարկում են պատերազմ այո ժողովուրդ ջան հիմա երբ որ շատ հայեր Ռուսաստանում ասում են մենք ռուս ենք որպեսզի իրանք չճնշեն բայց դե դեմքին նայում են ասում են ընկեր դե դու ռուս չես էլի ասում են ինչ ես խոսում ես հոգով ռուս եմ հիմա ժողովուրդ ջան Ռուսաստանում ձեռնտու չի ոչ ռուսը լնել ոչ էլ հայ պետք է գլուխը կապել դեմքը մի քիչ փոխել ու ասել մենք հնդիկ ենք որովհետև այտենց արտոնություն որ հնդիկը ունի այտենց արտոնություն սկի ռուսը չունի որտեղ ռուսին ասում են դու պետք է գնաս զոհվես որ մենք քո փողերը ստանանք եւ ապրենք հնդիկի հետ եւ պետությունը պարտադրում է հնդիկի հետ ԶԱԳՍ ընկնել որպեսզի տունը տան ծրի ահա ժողովուրդ ջան էս էլ Զելենսկուն օգնենք վերլուծության համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ ես չեմ վստահում Իրանին ես վերջին մարդն եմ ով կվստահի Իրանին նրանք անընդհատ ստել են ինձ մենք հիմա լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ նրանք վերահսկողություն չունեն կարծում եմ որ մենք կպահպանենք այս կարգավիճակը մենք ենք դրա տերը եւ ինչ որ պահի գուցե նրանք ինչ որ բան անեն եւ հետո նրանք կջնջվեն երկրի երեսից բայց հիմա մենք շատ լավ դիրքում ենք մեր ծովային շրջափակումը բոլորը անվանում են պողպատե պատ այ մարդ էս ինչ ուզիչ էր անունը դիր Տրամփի անվան պողպատե պատ եւ Իրանը ոչինչ չի կարող անել դրա հետ կապված նրանք չունեն նավատորմ չունեն ռազմաօդային ուժեր նրանց մնացած զինվորները չեն վարձատրվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ջախջախված է փախչում է իսկ նրանց առաջնորդները լավագույն դեպքում անորոշ է առաջնորդությունը Նրանք չունեն փող, նրանց երկրի կրակի տակ է, նրանք ունեն միայն կեղծ լուրեր եւ 300% ինֆլյացիա եւ գնալով ամեն ինչ ավելի վատ է դառնում։ Իրանը միայն խոսքեր են եւ ոչ մի գործողություն։ Մերձավոր արևելքի բռնակալ այլևս չկա։ Փառք Ալլահին, գրել է Տրամփը։ Այ մարդ, այսքանը որ ասեցի, բա ում հետ ես կռվում։ Այս չեղած պետության հետ Ամերիկային ինչ ես խայտարականում։ Ալլահին մի դիմի, քեզ չի օգնելու։ Հիմա էս է վիճակը ժողովուրդ ջան, բա դրա համար ասում ենք մեր երկրում այս ամեն ինչի դեմ ով է առնելու։ Ինչ օրակարգով ենք մենք այս ամեն ինչն անում։ Դրա համար գոնե պարտավորենք մենք զգոնել ենք։ Թե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։